Երեք մահացած զինծառայողի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմլուրիայեմի տեղեկություններով նախնական վարկածով զինծառայողը մինչև ինքնասպանությունը ենթարկվել է ծեծի, իսկ դեպքի շրջանակում նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։ Նույն աղբյուրի համաձայն զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը ըստ նախնական վարկածի կարող է առնչություն ունենալ դեպքի հետ։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Ազատություն! Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր կրկին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել էին քննչական կոմիտե հարցաքննությունը շարունակելու համար։ Փաստաբանների տեղեկացմամբ Ծառուկյանը առերեսվել է իր դեմ բողոք ներկայացրած իրանցի գործարարներից 2-ի հետ։ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար։ Իրավապահների պնդմամբ նա կազմակերպել է ավելի քան $21 միլիոն գույքի հափշտակություն, իսկ պաշտպանական կողմը հայտարարում է, որ իրանցի գործարարներն են Պարթ Ծառուկյանին։ Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ, իսկ Արարատ ցեմենտ գործարանի կառավարումը անցել է պետությանը։ Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչների կամ մարդկանց կամ քաղաքացիների մոտ կես վայրկյան նշույլ կասկած չկա, որ սա քաղաքական բնույթի գործ է, հաշվի առնելով Փաշինյանի հրահանգները ուղիղ միտինգներից, կամ չգիտեմ, իր այդ հավաքվում էին իրանք իրանցով տենց բան շուգորգռում էին։ Խնդիրը նրանումն է, որ մենք պետք է հասկանանք հետևյալը. ոչ մի իշխանություն հավերժ չի։ Ես չեմ հասկանում, մարդիկ հասնում են այդ բազկաթոռին իշխանական լրիվ հիշողություն են կորցնում, քաղաքագիտական ամնեզիայի մեջ են ընկնում, անջատվում են, ինչ է կատարում։ Հավերժ չի, սա մեկ։ Երկրորդը, կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով։ Հասկանում եք, որ սրանք այնքան ամբարտավան են, որ միջազգային կոնֆլիկտի են բերել։ Հայաստան-Իրան, հիշում ենք, չէ, Իրանի դեսպանի հայտարարությունը, այդ մարդը ըստ էության ինչ էր ասում։ Ասում էր ժողովուրդ, թարք տվեք, Իրան պետությունը ներգրավված է այս գործընթացի մեջ, եւ Իրան պետությունը արդեն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի ոչ թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այլ հակառակ ինքը տուժող կողմ է եւ Իրանի դատարանը որոշում էր ընդունել։ Բայց քանզի մենք ունենք դասական առումով քաղաքական հետապնդում, ոչ մի բան չի աշխատում։ Ինչ վերաբերվում է, որ ասում եք արդարությունը միանշանակ կվերականգնվի։ Միանշանակ։ Ես ասեմ ավելին, ինչպես նախկինում է ասել, հիմա էլ եմ ասում։ Բոլոր թե բիզնես ակտիվները, բոլոր այն վնասները, որը այս իշխանությունը փորձում է ցենց իրականացնի Ծառուկյանի հանդեպ, իրենք հոդս են ցնդելու, սուս ամեն ինչ էլ վերադարձնելու են, ինչ են անելու, որ թե իրանց թվում է իրանք այդպես անկախ բան թավշյա կղզի են աշխարհով մեկ։ Այդ ամենաթեթև նույնիսկ արբիտրաժային դատարանը դրսի, իսկ հիշեցնեմ ձեզ, սրանք էլ մոռացան կամ չգիտեմ, կարող է չգիտեն։ Ես չեմ զարմանա։ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ իրեն հեռացրել են պաշտպանի կարգավիճակից մինչ հերթական առերեսման մեկնարկը։ Ուրեմն անձը ցուցմունք է տվել, որ Գագիկ Ծառուկյանի հետ միջև ծանոթանալը իմ միջոցով է ծանոթացել եւ որոշ հանդիպումների ես ներկա եմ եղել։ Ասում եմ, դե քանի որ նման բան է ասել, հետեւաբար Երեմ Սարգսյանը կարող է որպես վկա արձակնվել, իմիջիալոց նաև ծանոթագիր են հանձնել, որ այսօր ժամը 15:00-ին ներկանան որպես վկա արձակնության։ Հիմա սենց ուղղակի հարցը տալիս եմ իրենց, այսպես։ Ասում եմ, մի հատ գնացեք ամբողջությամբ ձեր բոլոր համակարգերով, ձեր իրավագիտության դոկտորներով, պրոֆեսորներով, եթե ունեք, բոլորով միասին մտնստեք, քննարկեք եւ հասկացեք ինձ որպես փաստաբան։ Իրավունք ունեք հարցաքննելու թե չէ։ Հիմա այս օրենքը ցիտում եմ ձեր համար, հարգելի իրապահ մարմինների գործընկերներ, որ բոլորը գոնե կարդաք, եթե տեղը չգիտեք այդ օրենքի թե որտեղ է, ես ձեզ ասեմ, որպեսի գնաք նեղություն չքաշեք, ծանոթանաք, թե որ գրված է, որ որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել փաստաբանը, բարձելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ։ Ես չեմ ասում, որ ես Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, իրենց տուժողը առերեսման ժամանակ իմ հարցին, ընդ որում նորից եմ ասում, ես գիտեի, որ իրենք այս process-ը հատուկ են անում, ես այդ հարցը տվեցի կանխելու համար, իրենք չհասցրեցին տուժողին սովորացնեն, որովհետև հիմա վստահ եմ, հեսա հաջորդիվ ցուցմունքներով կսովորացնեն, որ ինչ որ այլ բաներ ասի, բայց այդ պայդերությամբ, երբ որ հարցը տվեցի, դու ինձ որպես ով ես ճանաչել, ինքը նշեց որպես Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը եւ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։
Հիմա եթե այդ անձի ասածով ես փաստաբանն եմ եղել, այսինքն դուք չեք տեսնում, որ ես փաստաբան եմ, ուզում եք ինձ հարցաքննել, այսինքն ես գամ անձին իրավաբանական օգնություն ցույց տամ, հետո ինձ կանչեք հարցաքննեք, ասեք, հələ արի ասա, հետո իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ ինչ ես խոսել, բա օրենքի ամբողջ իմաստն է, ինչի՞ է մեզ նման արտոնություն տվել, որ փաստաբանը չհարցաքննվի, որպեսզի այդ փաստաբանական գաղտնիքը կարողանանք պահենք, այսինքն իմ վստահորդը ինձ հարցրել է, ես ինչ խորհուրդ տվել եմ, ինչ process եղել է, այդ ամեն ինչը մտնում է փաստաբանական ծառայությունների մեջ։ Ուրիշ բան ես Գայք Ծառուկյանի հետ որպես հարազատ փողոցով քայլելուց լինեմ, ինչ որ հանցագործություն լինի, ես մականատես լինեմ, այդտեղ ես վկա կարող եմ լինել։ Բայց եթե ես այդ process-ում օրինակի համար պատկերացեք Գայք Ծառուկյանի հետ գնում եմ հարցաքննությունից հետո ինքնից ինչ որ բան ասում։ Այնց կանչեն հարցաքննության, ասեն այդ կասես Գայք Ծառուկյանը քեզ ինչ էր ասում, հա։ Էս է մակարդակը իրավական համակարգի եւ իրավական պետության։ Լավ, հասկանալի է վախը, հասկանալի է իրավական անհնարինությունը պայքարել։ Տեսեք, ես մի բան եմ ուզում ասել։ Մեզ միշտ ասում են դուք ինչի եք հակառակ կողմից հանդես։ Ընկերներ, մենք հակառակ կողմից հանդես չենք գալիս։ Մենք օրենքն ենք պաշտպանում։ Ես որպես փաստաբան մի հատ զենք ունեմ։ Դա իմ գիտելիքն է եւ օրենքը պաշտպանելն է։ Ձեր փոխարեն։ Եթե դուք ունեք հնարավորություն օրենքը պաշտպանելու, ուրեմն ես անզեն եմ դառնում։ Եթե դուք օրենքով եք գործում, ես անզեն եմ դառնում։ Բայց երբ որ դուք ապօրինություններ եք անում, ես դրա մասին բարձրաձայնելու եմ, դրանք հիմնավորելու եմ, հակառակը հաստատելու եմ, ու դուք էլ պետքա դրա հետ հաշվի նստեք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը, հավելելով, որ սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից զրկում։ Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում։ Ես տեսա մի քանի լրատվականներ նման վերնագիրն էին օգտագործել, սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը։ Այնուհետև սկսվեց քննարկումը արդյոք խափանման միջոց ազատազրկելուն վերաբերող կարող է կիրառվել, թե ոչ, կրկին դա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով այս ամենը տեղի ունենում։ Մենք ներկայացրեցինք մեր հակափաստարկները։ Շատ պարզ ասեմ, նիստի ընթացքում, որը կրկին դռնփակության կարգով էր քննվում, падգամավորի կարգավիճակ եւ լիազորությունների ստանձնում։ Այն հարցը, որը մի քանի ժամ առաջ միասին էին քննարկում նույն Սահմանադրական դատարանի 16-19 որոշման տրամաբանությամբ։ Ակնհայտորեն ձեզ բացահայտեմ նաեւ, ես ինքս հիմա եւս ունեմ падգամավորի կարգավիճակ։ Նարեկ Կարապետյանը ունի падգամավորի կարգավիճակ։ Ուզում եմ նաեւ նշված դետալը եւս բացահայտել, Նարեկ Կարապետյանը ուժեղ Հայաստան առաջիկայում ձևավորվող խմբակցության տեսանկյունից այնպիսի առանցքային դերակատարում ունի, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ այս ամենը, երբ ասում ենք, նպատակ ունի նաև քաղաքական ընդհանուր գործունեությունը, ոչ միայն Նարեկ Կարապետյանը, այլ ուժեղ Հայաստանի խաթարելու, պատահական չենք նշում։ Այդ հանգամանքները նիստի ընթացքում էլ եւս ներկայացվեց, այսինքն թե իրավական կոմպոնենտը սահմանադրաիրավական, թե քաղաքական բաղադրիչը։ Երկուսն էլ պարտադիր քննարկման ենթակա են։ Հստակորեն պետք է արձանագրեմ, որ դատախազության կողմից որևէ հակափաստարկում դրա վերաբերյալ հնարավորություն չեղավ տեսնելու։ Չկային դրա վերաբերյալ հակափաստարկներ։ Արդյոք սա հետևանք կունենա, թե ոչ, ժամը 3:30 շարունակվելու է նիստը, ըստ դրա նաև նշված հարցի վերաբերյալ կունենանք ավելի հստակ տեղեկություն։ Նարեկ Կարապետյանը падգամավոր կարող է դառնալ, թե ոչ։ Նարեկ Կարապետյանը ոչ միայն կարող է կամ Նարեկ Կարապետյանը արդեն падգամավոր է։ Այլ հարց, որ Նարեկ Կարապետյանը դեռևս լիազորությունները չի ստանձնել, ինչպես որևէ մեկը մեզանից ուժեղ Հայաստանի գործընկերներն էլ տեսնում եմ այստեղ։ Դատախազության ներկայացուցիչները օրինակ ասում էին, որ այդ հարցը ազգային ժողովը պետք է քննի իրենց դիրքորոշումը դատախազության հետևյալն էր, որ իրենք կարող են նման միջնորդություն ներկայացնել։ Երբ ներկայացնում ենք, որ հարգելի գործընկերներ, այս հանգամանքն եմ նիստի ընթացքում, այո, մինչդեռ իմ դիտարկմամբ եւ գործընկերներիս դիտարկմամբ իհարկե չեն կարող նման միջնորդություն ներկայացնել։ Եվ պարոն Վարդևանյանը Հարգելի գործընկերներ, շատ արագ ներկայացնեմ իրավիճակը։ Դե հիշում եք երևի թե падգամավորի կարգավիճակ բառակապակցությունը Սահմանադրական դատարանի 16-19 որոշումը 21 թվականի, այդ ամենը ինչքան ներկայացրել էինք ձեզ, դրա կրկնապատիկը ներկայացրել էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստի ընթացքում, դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն խափաման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ մեր գնահատմամբ եւս պետք է վերադարձվեր, որովհետեւ դրա մեխանիզմը չկար, ինչևէ։ Ամենահավանական կանխատեսումը նա է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց եւ ավելի նվազ խափաման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորությունները ունեն ըստ էության։ Այսինքն կալանքի միջնորդությունը առհասարակ չեն քննարկել իրենք, թե Իրադարձրել են, ինչը հետևյալ դեպքում համարժեք է մերժմանը։ Ռուբեն Վարդանյանի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել, հայտնել է փաստաբան միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար եւ Միեդում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով հուլիսի 19-ին Միեդ է ներկայացվել պաշտոնական գանգատ, որով վիճարկվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածների խախտումները։ Բաքվի ռազմական դատարանը 26 թվականի փետրվարի 17-ին Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ հրապարակված դատավճռից պարզ է դարձել, որ նա մեղավոր է ճանաչվել 41 դրվագով Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածներով։ Սահակյանի խոսքով դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը հիմնավորված չէ փաստերով կամ ապացույցներով։ Նրա Արցախի պետական պաշտոն զբաղեցնելը գնահատվել է որպես իշխանության բռնի զավթում, բարեգործական եւ գործարար գործունեությունը ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելը Ադրբեջանի սահմանն ապօրինի հատել։ Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, այն համարելով կանխորոշված, իսկ Ադրբեջանի ներպետական իրավական միջոցները անարդյունավետ։ Այդ պատճառով նա որոշել է արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական հարթակում Միեդում։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռների բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ դատարանը հայտնել է, որ հայ գերիների հետ առանձին հանդիպման վերաբերյալ պաշտպանության միջնորդությունը քննարկվել է։ Այնուհետև ելույթ են ունեցել պետական մեղադրողները, պնդելով, թե առաջին ատյանի դատարանը գործը քննել է համապարփակ եւ օբյեկտիվ, իսկ ներկայացված ապացույցները հիմնավորում են առաջադրված մեղադրանքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 24-ին։ Բերլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստորագրվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ երկու փաստաթուղթ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ստորագրվել են Ադրբեջանի եւ Գերմանիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, նաեւ Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծման մասին համատեղ հռչակագրեր։ Համատեղ ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ ստորագրված փաստաթղթերը երկկողմ հարաբերությունները կբարձրացնեն նոր մակարդակի։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումից եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից հետո հաստատի վերջ է դրվել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը։ Այդ համաձայնագրից անմիջապես հետո Ադրբեջանն անցել է գործնական քայլերի։ Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը շատ մեծ ավանդ են Հայաստանի էներգետիկա անվտանգության գործում։ Հատկապես հաշվի առնելով, որ այսօր որոշակի պատճառներով նավթամթերքի ներկրման ու արտահանման լուրջ խնդիրներ կան, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստանի տարանցիկ բեռների փոխադրումը լայն թափ է ստացել։ Մինչ օրս ավելի քան 40,000 տոննա բեռ է անցել Ադրբեջանի տարածքով։ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Ադրբեջանին եւ Հայաստանին 25 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ընդգծելով, որ խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը անհրաժեշտ են նաեւ հարավային Կովկասին։ Մերցի խոսքով Երևանի եւ Բաքվի միջև պայմանավորվածությունները հնարավորություններ են բացում կարգավորելու երկրների միջև հարաբերությունները եւ հաղթահարելու տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը, հաղորդում է CNN-ը Թել Ավիվի հավաստմամբ անցյալ տարվա 12-օրյա պատերազմից հետո Իրանը ոչ միայն իր առաջադեմ ցենտրիֆուգները, այլև իր բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը տեղափոխել է գետնի տակ Փիքաքս լեռան խորքում։ Իրանը զգուշացրել է, որ եթե Բուլղարիան իր տարածքն ու ռազմական ենթակառուցվածքները տրամադրի Միացյալ Նահանգներին Թեհրանի դեմ հնարավոր գործողությունների համար, ապա կդառնա ռազմական ագրեսիայի մասնակից։ Բուլղարիայի կառավարությունը լիովին գիտակցում է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ուղղակի խախտում են։ Այս անօրինական գործողությունների նախապատրաստման կամ իրականացման գործում ցանկացած օգնություն երկիրը դարձնում է ռազմական հանցագործությունների մասնակից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևի 3-րդ հոդվածի զկետի համաձայն պետության տարածքի տրամադրումը երրորդ երկրի դեմ ագրեսիայի ակտ կատարելու համար ինքնին որակվում է որպես ագրեսիայի ակտ։ Թեհրանը կոչ է անում Սոֆիային խոհեմություն ցուցաբերել եւ չտրվել Վաշինգտոնի ճնշմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը, չնայած դրա շուրջ աճող քաղաքական դժգոհություններին, գրում է Պոլիտիկոն։ Պարբերականի գնահատմամբ Իրանի հետ հակամարտության շարունակումը կարող է բարդացնել հանրապետականների դիրքերը կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Սակայն Թրամփի մերձավորները պնդում են, որ նա պատրաստ է գնալ քաղաքական ռիսկի։ Սիրիայում ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Թրամփը այլ ընտրություն չունի, քան շարունակել ճնշումը Իրանի նկատմամբ, ընդգծելով, որ նա չի պատրաստվում նահանջել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է պատրաստ լինել Իրանի հետ բանակցությունների, սակայն ըստ նրա Թեհրանը լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացին։ Եթե նրանք լուրջ են, մենք էլ ենք լուրջ, եթե ոչ, ապա մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեր շահերը, նաև մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Ռուբիոն։ Նրա խոսքով Իրանին Հորմուզի նեղուցը վերահսկելու հնարավորություն տալը վտանգավոր նախադեպ կստեղծի միջազգային առևտրի և ծովային անվտանգության համար։